Երբ ես ընդունվեցի համալսարան, 1-2 շաբաթ հետո մարդկանցից լսում էի հետևյալ հարցերը. Հա, դասերդ ո՞նց է, վարձդ ինչքան է, միջավայրդ ինչպիսին է, դասախոսներդ լավն են, կուրսընկերներդ որտեղից են, ո՞նց ես գնում, երբ ես վերջացնում դասերդ, բայց ոչ ոք չէր հարցնում. հա, դիպլոմ արդեն ստացար։ Երբ սկսեցի բիզնես, 1-2 շաբաթ հետո լսում էի հետևյալ հարցերը. հա, մի բան կա, մեջը փող կա, ինչքան փող աշխատեցիր։ Հիմա էլ երբ մարաթոնի եմ մասնակցում, դեռ 2 շաբաթ չկա եւ լսում եմ, հա, նիհարեցիր, արդյունք կա մեջը։ Չէ, ժողովուրդ ջան, բոլոր ոլորտներում արդյունք ունենալու համար ժամանակ է պետք։ Ինչպես համալսարանում, սպորտում, մասնագիտության մեջ, այնպես էլ բիզնեսում եւ առողջության կամ նիհարելու հարցերում։ Հիմա մարաթոնի մասնակցելու իմ նպատակն է սննդակարգս եւ ապրելակերպս վերանայելը։ Իսկ արդյունքների մասին ավելի ուշ կխոսեմ։ Ինչպես բիզնեսում ստացվեց քայլ առ քայլ հասնել արդյունքների, այնպես էլ այստեղ ես վստահ եմ, որ ստացվելու է քայլ-քայլ հասնել արդյունքների։ Իսկ արդյունքների մասին կխոսենք ավելի ուշ։ Հիմա ավելի կարևոր է ընթացքը, որտեղ շատ կարևոր է գիտակցումը, այն, որ պետք է դիսցիպլինա, պետք է մոտիվացիա եւ գործողություն, եւ այս ամենի համար բնականաբար ժամանակ։ Իսկ հարցերը ավելի լավ կլինի, որ վերաբերվեն ընթացքին, այլ ոչ թե արդյունքին։ Եթե կան հարցեր ընթացքի վերաբերյալ, գրեք, սիրով կմանրամասնեմ։ Իսկ բոլոր նրանք, ովքեր ինչ-որ նոր բան են սկսում իրենց կյանքում, ուզում եմ ասել, որ պատրաստ եղեք, որ ձեզ պետք է լինելու ժամանակ, մոտիվացիա, դիսցիպլինա եւ ամենակարևորը գործողություն։